Երևանը այսօր կարող ենք ասել 2795 տարեկան է։ Լիլիթ, ամեն անգամ երբ ես վերադառնում եմ Երևան, ես տեսնում եմ լրիվ ուրիշ քաղաք։ Տեսքն է փոխվում, մարդիկ են փոխվում։ Իսկ դու միշտ այստեղ ես եղել, դու այդ փոփոխությունը նկատել ես թե ոչ։ Ինձ համար զգալի փոփոխությունը այն է, որ ես տեսնում եմ շատ ավելի օտար լեզու եմ լսում, ավելի շատ, քան առաջ, դա ես զգում եմ։ Բայց մնացած առումով ես շատ չեմ նկատում փոփոխություն, որովհետև սահուն է տեղի ունեցել, որովհետև ես ականատեսն եմ եղել աստիճանական այդ փոփոխության եւ համենայնդեպս խիստ ստրես դրանից չեմ ապրում։ Եվ ես կարծում եմ, որ կյանքը ապրել քաղաքը ինչ որ զարգացման ուղի է անցել։ Նորմալ է։ Ցավալի չի ինձ համար։ Ցավալի չի։ Չէ։ Արթուր, դու բացակայել ես, վերադարձել ես, հիմա արդեն մշտապես բնակվում ես Հայաստանում, այս երգը որ գրել ես, ինչ է մտածում կոնկրետ։ Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից Եվ շրջում են չորս բոլորը լոքս տվերներ անցյալի Նույն քաղաքն է նույն արևը Սրճարան անկյունում Բայց օտար ուրիշ աչքեր են Անծանոթ օտար դեմքեր են Քայլվածքին Առաջերտին ես ասել եմ, զարմանալ եմ, ես այդ երկը Երևանում չեմ գրել, ես գրել եմ Պրագայում Ես երկրորդ անգամ Պրագա եկա, տեսա որ ուրիշ քաղաք։ Քաղաքները միշտ փոխվում են։ Ժամանակ կա փոխվում են դեպի վատը, ժամանակ կա դեպի լավը, ժամանակ կա դեպի շատ վատը։ Քաղաքը ճկուն, զարգացող բարդ համակարգ է։ Ոչ մի բան չի կանգնում տեղում, ոչ ճարտարապետությունը, ոչ քաղաքացին, ոչ մարդիկ, ոչ հարաբերությունները, ոչ ոնց որ Լիլիթը ասեց լեզուն ձայնը, խոսակցական ձայնը, նույնիսկ քաղաքի հոտն է փոփոխական։ Բայց վերջի ամենակարևոր բանը քաղաքում դա քաղաքացին է, չէ՞։ Իհարկե մարդիկ փոխվել են։ Ու Լիլիթը ճիշտ ասեց, այն տեսակը մարդկանց ում մեջ ես ապրել եմ, այդ տեսակի բավականին մեծ պակաս եմ զգում։ Բայց մի հարց էլ կա, չէ՞, ախր ես փողոցով մանամ գալիս տեսնում եմ երեխաների, հրաշք, ցնդվելու Սենց որակ երեխեքի ինչ որ ես տեսնում եմ հիմա, այս երեխեքը վաղվա երևանցիներն են։ Շատ գեղեցիկ։ Որովհետև քաղաքացի հասկացողությունը ինչ է, որ դու քո կյանքի զգալի մասը պետք է ապրես քաղաքի մեջ, որպեսզի դու հասկանաս քաղաքը ինչ է, ինչով է տարբերվում յուղից։ Եվ սկսած մարդկային հարաբերություններից, դեմքերի արտահայտությունից, ժպիտից, բարևից եւ ստեսությունից, ի վերջո դա այդ ամբողջը հղկում է, դարձնում է քաղաքացի հասկացողությունը։ Մեր բախտը չի բերում, հասկանում ես, մենք շատ շուտ ենք փոխվում, էլի։ 70-ական թվականներին արդեն մոտենում ենք այն պահին, որ Երևանցի հասկացողությունը արդեն բավականին կազմակերպվեց։ Հետո բնակչությունը միանգամից աճեց, այդ միքսը բավականին դժվար անցավ, քաղաքացիները բավականին դժվար էին ընդունում գյուղից եկածները քաղաքը եւ այլն։ 90-ական թվականներին երկրորդ հարվածը ունեցանք, արդեն այսպես ասած կազմակերպված քաղաքացիների բավականին զգալի մաս լքեց Հայաստան, այդպես ստացվեց։ Տխուր է, այո, շտկվելիք է, իհարկե, այս կյանքում ամեն ինչը շտկվելիք է։ Կառուցել ես մի հրաշալի շինություն, Մատենադարանի այդ հարակից այդ շինությունը մոնումենտալ կառույց է։ Ոչ միայն քաղաքի տեսքը չփչացրեց այդ հատվածը, ես կարծում եմ, որ շատ այդպես հարմոնիկ մտավ քաղաքի հենց այդ հատվածում եւ հրաշալի ճարտարապետական մտահղացում է եւ իրականացում։ Եթե հնարավոր է այսպիսի բան անել, ինչու նույն բանը չէր կարելի անել քաղաքի մյուս մասերում։ Ահա տեսեք, այստեղ սա ուրեմն Չարենցի տուն թանգարանի մոտ է կարծեմ, հսկա շենքը եւ ներքևում նստած է մի հատ փոքրիկ գեղեցիկ չքնաղ Դա ոչ թե պետք է թաքցնել, այլ հակառակը ցույց տալ, ցուցադրել։ Ես որովհետև Եվրոպայում ապրել եմ, Պրագայում եւ տեսել եմ, թե նրանք ինչպիսի մեծ սիրով են վերաբերում իրենց պատմական ժառանգությանը, ճարտարապետությանը։ Դժբախտաբար ահա սա չեղավ։ Այդ դու ինչ կանեիր, որպեսզի քաղաքը չվերածվեր երկնակերների։ Զարմանալի բան կա այսօր Հայաստանում։ Մի կողմից մենք ուզում ենք լիովին ազատ լինենք։ Ուզում ենք
դեմոկրատական հիմքերի վրա հիմնված երկրում ապրենք։ Եվ հետո պահանջներ ենք դնում, որ հակասում է դրան։ Դու պատկերացնում ես իրար, եթե Երևանում ամենախստագույն օրենքները մտցնեին ճարտարապետական կառույցների ճակատների հեղաթյուրման համար, ասենք դաթասներ, նույնիսկ կալանք։ Մեր ժողովուրդը բարի բունի իմաստով այս անգամ արդեն թեմա կլինի ամենալուրջ ձևով կթափեն փողոց։ Խոսքը նա է, որ ճարտարապետությունը պահանջում է սոցիալական պատվեր, ժողովուրդը պետք է պահանջի, որ լինի այսպես կամ այնպես։ Տես ինչ է ստացվում։ Ինձ կարելի է, ուրիշներին չէ։ Բայց ախր հարցը նա է, որ քաղաք հասկացողությունը դա համայնքային ապրելու, իրար հետ կյանքը կիսելու, նույն միջավայրում, նույն մշակութային նիշի վրա հարաբերություն ունենալու բավականի բարդ եւ շատ լուրջ ռեժիմ է։ Ստեղ կա բավականին մի բարդ սիստեմ, ի վերջո պատվիրատուների ամբողջ տարածքը այսօր փոխվեց։ Այսօր պատվիրատուն դա պետությունը չի։ Եվ շատ անգամ ճարտարապետը դառնում է ինչ որ մի պատվիրատուի ձեռքին մի սպասավոր։ Ինչն էր խանգարում հաստատել քաղաքաշինական օրենքներ, որոշակի կանոններ դրվեր, որին ենթարկվեին եւ ճարտարապետը եւ պատվիրատուն։ Ինչն է խանգարել դրան։ Խանգարել է ընդհանուր համակարգային կառուցվածքը, որովհետեւ էլ եմ ասում, միայն ճարտարապետության տարածքը դուք չեք կարող ճշտել հասցնել այն նիշին, որի մասին դուք երազում եք։ Ճարտարապետությունը դա հետևանք է, դա պատճառ չի։ Դուք չեք կարող ունենալ դատական համակարգ, երբ որ խոտ վառելու համար տղաներին ուզում են բերդ նստացին, իսպանության համար մարդուն բերդից ազատում ես։ Մեկ էլ մենք խոսենք գրագետ ինչ որ ճարտարապետական քաղաքաշին, այդ ամբողջը կապված է իրար հետ, չկա այդպես բան, այսա լավ ճարտարապետություն է մնացածը վատ, այսա լավ դատական համակարգը մնացածը վատ։ Մենք իրական ճարտարապետության մասին չենք խոսում, այլ մենք հենց համակարգի մասին ենք խոսում, որը կարող է թույլ տալ ծայրահեղազատություն եւ կարող է կարգավորել գործունեությունը պրոֆեսիոնալների։ Դուք երևի գիտեք, Չերչիլին երբ որ ուզում էր պրեմիեր-մինիստր դառնար, ուրեմն իր բոլոր նույն կանդիդատները հետաքրքիր բան են ասում, դուրս էին գալի եւ խոստումներ էին տալի, աշխատատեղեր եւ այլն, երջանիկ ապագա եւ այլն։ Չերչիլը դուրս եկավ, ասեց հետեւյալը. ես ես խոստանում եմ արյուն, ես ես խոստանում եմ արդյունք, ես ես խոստանում եմ պատերազմ, բայց ես խոստանում եմ, որ այդ ամենից հետո ձեր երեխաները կապրեն են Անգլիայում, որին իրենք արժանի են։ Դուք պատկերացնում եք հանկարծ վերցույցերի ժամանակ, մեզ վերջերս ինչ ցույցեր են լինում, որևէ մեկը հարթակի վրա կանգնի եւ ժողովրդին ասի, ուրեմն սենց հայր, ես ես խոստանում եմ պատերազմ, ես ես խոստանում եմ արյուն, ես ես խոստանում եմ քրտնաջան աշխատանք, ինքը դեռ չի հասցնի արդեն հասնել երեխաներին, արդեն իրան այդեղ հարթակի վրա հարցը կլուծեն։ Ստեղ զոհաբերության եւ երկար տառապալից աշխատանքի մասին է խոսքը։ Ոչ մի բան միանգամից չի լինում։ Ես ուզում եմ մի բան ավելացնեմ, այս հատկապես տոնի կապակցությամբ մենք տոնում ենք 2795 տարին, չէ, Երևանին։ Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Երևանը երիտասարդ քաղաք է։ Երևանը հին ծեր քաղաք չի։ 19-րդ դարի վերջերին ֆոտոները, որ նայում ենք, տեսնում ենք 25000 մարդ է ապրել։ Կենտրոնական հատվածներում կան որոշ չափով այդ մեր սիրված, ասենք, այդ սև շենքերը, բայց մնացածը հարթ տանիքներով բավական պարզ եւ խարխուլ եւ բավական խղճուկ, ես կասեի, քաղաք էր։ Քաղաքը հիմնականում կառուցապատվեց դարավ քաղաք խորհրդային շրջանում, ու հիմա մենք շարունակում ենք այդ կոնֆլիկտը, որ մի կողմից մենք ասում ենք, որ մենք հին Հռոմից հին քաղաք ենք, մյուս կողմից ուզում ենք տեսնենք հին շերտ, մենք այդ հին շերտը չենք գտնում իրականում, չենք տեսնում։ Եթե համեմատում ենք մենք, օրինակ ասենք, նույն Թբիլիսիի հետ կամ նույն Բաքվի հետ, մեր շենքերը մի քանիսն են, որոնք մենք կարող ենք իրենց արժեքով, որակով, չափով, կատարման որակով, ճարտարապետական որակով համեմատել, ասենք, Թիֆլիսի 19-րդ դարի վերջի շենքերի հետ։ Քիչ է։ Դրա համար է, որ իմ կարծիքով, դրա համար է, որ նաև դրա համար է, որ հեշտությամբ քանդվում են դրանք։ Մի տեսակ չենք արժևորում։ Այսպեսի մի շնորհալի երիտասարդ կա Հայկ Բիանջյան, հավաքել է ըստ էության պատմական Երևանի բոլոր լուսանկարները,
եւ շատ հետաքրքիր այդպիսի արխիվ է ստեղծել եւ այդպիսի նույնիսկ ֆիլմ կա, տեսաշար կա։ Ինքը դժբախտաբար այսօր մեզ հետ չէ, Մոսկվայում է, մենք նախատեսում ենք նրան նույնպես հրավիրել այստեղ։ Նա գրել է, ես պարզապես անիմաստ եմ անում, որ մենք նշում ենք Երևանի Երևանի տոնը, բայց մեր քաղաքում չենք կարողանում 100 տարվա պատմություն ունեցող շենք պահել։ Այս ամենը պահպանվում է միայն լուսանկարների ու ֆիլմերի տեսքով։ Հիմա դիտենք Հայկի գործերը։ Որտեղ իմ սեն է ապրում, որ հոգիս է թափահում, երբ շատ մենակ է մնում, ինչքան էլ որ դուք ինձ խնդրեք, չեմ ասի ձեզ ես երբեք, թե ինչ քաղաք է դա, գուցե բնավել չկա։ Իմ խնդրեմը նա է, որ երբ որ խոսում են Երևանի մասին, ոնց որ ամբողջ Երևանի խնդիրները կուտակված է այս Երևանի փոքրիկ կենտրոնի 3-4 փողոցում։ մեջ, ախր տենց չի։ Տրանսպորտային հարցեր կա, ինֆրաստրուկտուրայի հարցեր կա, ասֆալտապատման, ճանապարհաշինարարության, լիքը խնդիրներ կա այս քաղաքում, հասկանում ես, ինք հանդելու հարցը չի, ստեղ մարդու հարցն է։ Մատենադարանի շինարարության վրա աշխատում էր 420 հոգի շինարար։ Դա նշանակում է 420 հոգի 2.5 տարի, Հրաջան, տուն են պահել։ Աշխատանք էր։ Ինձ համար այսօր հայրենասիրությունը գիտես որն է, դու ինչքանով աշխատատեղ կարող ես ապահովես։ Գումարած դրան ստեղծեմ պրոդուկտ, որից ես չամաչեմ։ Խոսելով, խորաթայով, դարդերով, վայ են հին Երևանը, բան, սենց մենք ոչի բանի չենք հասնի։ Գիտես ինչի կհասնենք, որ դու երիտասարդ ծերունդին ջարդում ես։ Այն երեխան, որ ամեն օր հեռուստատեսությամբ լսում է, որ այս քաղաքային քաղաքը չի, այ մենք առաջ քաղաք ենք ունեցել, այսօր չեմ հասկանում ինչ է, մեր երկիրը երկիր չի, բանակը բանակ չի, սա չի դա, դրա վերջը արտագաղթն է։ Եկեք ամեն մեկս մեր տեղում ինչ-որ մի բան անենք։ Խնդիրը սա է։ Երկիրը տենց է կառուցվում, ուրիշ ձևի չի կառուցվում, ուրիշ ձևի հնարավոր չի։ Ուրիշ ձևի հնա, որ ես ու դու վերջում դե լույսը հանգցնենք գնանք, հասկանում ես, ես չեմ ուզում լույսը հանգցնեմ։ Ես դեռ սրա վերջը ինչ ալու։